Ողջունում եմ բոլորիդ իմ շատ սիրելի հետևորդներ ջան, սիրելիներս մաղթում եմ ուրախ, բարի, խաղաղ օր, այսօր օրը շաբաթ է, առավոտյան ժամը 9-ն է, իջել ենք ներքև, գնում ենք գնումներ կատարելու, ոչ թե մթերային, այլ գնում ենք մեր նոր տան համար վարագույրներ գնելու, ժամը 9-ն է, խնդրեմ եղանակը լավ, ճիշտ է արև չկա, բայց տաք է, չորացել է, գետինը արդեն, խնդրեմ սիրելիներս, դե Աստված մեզ հետ, մեզ բարի ճանապարհ, բարի վերադարձ, ձեզ էլ ուրախ շաբաթ հարգելիներս, սիրելիներս այս ճանապարհով էլ գնում ենք դեպի Մոսկվա, մեծածախ շուկա, Պտիչի Ռինոկ, այդտեղից էլ պետք է գնենք մեր տան վարագույրները, այս ճանապարհը գյուղի սեփական տներն են արդեն, կենտրոնական գյուղի ճանապարհն է, իսկ մենք շենքերում ենք, մեր շենքերի ճանապարհը ես ձեզ ցույց եմ տվել, իսա գյուղամիջով, տեսնում եք այստեղ հուշարձան կա, ահա, գնում ենք դեպի, թեքվում ենք, սա գյուղի գերեզմանոցն է, այն կողմն է, մի քիչ հեռու, տեսեք ինչքան գեղեցիկ է, ճիշտ է, կանաչապատված չէ դեռ, կանաչ չի տերևները, Ճանապարհը շատ գեղեցիկ է այս ճանապարհը, նաև ձմռանն է գեղեցիկ, շատ սիրուն ճանապարհ է, ընդհանրապես մեր գյուղը շատ գեղեցիկ է, ունի գետ, Մոսկվա գետն է հոսում, ունի հանգստյան վայր, որտեղ լողանում ենք, ամռանը ես անպայման ցույց կտամ բոլորիդ հարգելիներս, դե մեզ բարի ճանապարհ դեպի շուկա, անփորձանք ճանապարհ և անփորձանք վերադառնանք տուն, հարգելիներս, տեսնում եք, ինչքան երկար է և գեղեցիկ, դպրոցի ճամփան, այսպիսի ոտանավոր կա, չէ, այստեղ էլ մեր երեխաների դպրոցն է, դրա համար հիշեցի հարգելիներս, հեսա ձեզ ցույց կտամ, արդեն տեսնում եք, կոտեջներն են, ամառանոցներն են գալիս և այստեղ էլ մեր երեխաների դպրոցն է, ավտոբուսը տանում է, ավտոբուսը բերում է, այս ցանկապատը արդեն դպրոցի շենքը մի թեթև ցույց եմ տալիս, երևում է, խնդրեմ, ավտոբուս ունեն, կանգնած է դպրոցի բակում, երեխաներին առավոտյան տանում է և կեսօրին վերադարձնում է տուն երեխաներին, շատ լավ է, կազմակերպված դպրոց է, շատ գոհ ու շնորհակալ ենք այս դպրոցից, սիրելիներս, դե հիմա մի քիչ էլ մեր քաղաքի ճանապարհը կնկարեմ, մինչ կհասնենք արդեն քաղաք, արդեն հասել ենք Խաչմերուկ, որ պետք է թեքվենք աջ, գնանք մեր քաղաքով դուրս գանք Մոսկվա, քանի որ սվետաֆորը կարմիր է, որդիս թեքում է ճանապարհը, այս ճանապարհով դուրս կգա Ռյազանկա, սվետաֆորը շատ երկար է պահում դրա համար, սա էլ մեր Ռյազանկան է ճանապարհը, այս ճանապարհով էլ գնալու ենք դուրս գանք MKAD, սիրելի հետևորդներ ջան, ահա սա էլ մեր փոքրիկ Բրոնիցի քաղաքն է, ամեն ինչ էլ կա այս քաղաքում, շուկա էլ կա, գեղեցիկ ման գալու վայրեր ունի, սա էլ հին մեքենաներն են, տեսեք ինչքան գեղեցիկ շարված են, ունի տիտանիկ շենք, որտեղ և լողավազան, և տրինաժորնի զալ, մեր երեխաները այնտեղ են հաճախում լողի, այդ տիտան շենքում, խնդրեմ, ինչ տեսակ խանութներ ասես, որ չկա այս քաղաքում,
փոքր է, բայց շատ հարմարավետ է, թե ոտքով ման գալու համար, թե մեքենայով։ Ինչ շենքեր են սրանք։ Ահա սա մեր շուկան է, տեսնում եք, սա շուկան է արդեն, գեղեցիկ եկեղեցիներ, ռուսական գմբեթներն են երևում։ Սա Դոդա պիցցան է, ձախ թևի վրա ամեն ինչ կա, խանութներ, շատ գեղեցիկ եկեղեցիներ ունին, շատ ռուսական, այստեղ էլ շատրվաններով նստելու տեղ է, մի խոսքով գեղեցիկ է ամենը, խնդրեմ մի փոքր մասում քանի հատ եկեղեցի կա, այս տներն էլ ճանապարհի շատ հին են, ահա տեղ ենք հասել, հարգելիներս, այնքան մարդաշատ է, որ չեմ կարողանում նկարել, վարագույրների խանութ ենք եկել, խնդրեմ, այս վաճառողը ինձ լայք է դնում, արդեն կռահեց, որ YouTube-ի համար եմ նկարում, խնդրեմ, տարբեր տեսակի, դեռ ման ենք գալու, ընտրելու ենք հարգելիներս, որքան հնարավոր է նկարել եմ, որովհետև չէր լինում նկարել, մարդաշատ, 5 վաճառող չեն հասցնում, ինչ տեսակի, ինչ ձևի, թուրքական, կիտայսկի, ինչ ձևի մատերիալ, ասես, որ վարագույրներ չկա, մենք ընտրել ենք գլատկին, չեմ ցույց տալու, երբ որ կկախենք, այդ ժամանակ ավելի հետաքրքիր կլինի, սիրում ենք, որ ոչ նաշղ, ոչ մի փայլ, արտառոց այսպիսի զիզի-բիզի բաներ չկա, շատ կլասիկ, գեղեցիկ վարագույրներ ենք ընտրել, կախելուց հետո բոլորդ կտեսնեք, սիրելիներս, հիմա արդեն վարագույրները գնել ենք, թե ծյուլը, թե գիշերայինը, հետ են գնում տուն, որդիս և հարսս մտել են ճանապարհի վրա է հայկական բուխտաշուկան, լավաշ գնելու և կանաչի հայկական վերցնելու, ես էլ նստա մեքենայի մեջ, ոտքերս շատ ցավում են, ասեցի ես կհանգստանամ, իմ բաժանորդների հետ զրույց կանեմ, մինչև կգաք, եկան և ասին պետք է մի քիչ սպասենք, որովհետև նոր են թխում, տաք հաց ենք վերցնելու և չորը ավելի համեղ է, որ թռչում ես այդ հացի բուրմունքը, թազա թռչած հացը ուրիշ համ ու հոտ ունի, այնքան մարդաշատ էր այդ շուկան, սիրելիներս, ոչ մի տեղ ման չեմ եկել, միայն վարագույրների բաժինը, վաճառողն էլ ասեցի, չէ, ասում է ինձ էլ նկարի, ես զգում եմ, որ դու YouTube-ի համար ես նկարում, իրեն էլ նկարեցի, մի հատ էլ լայք դրեց, հետաքրքիր, ամբողջ շուկան, այս վաճառողները դագիստանցիներ են, տեղում կարում են, ամեն ինչ տեղում կատարում են հարգելիներս, հիմա որդիս կգա, խնդրեմ սիրելիներս, այս ծաղիկները 4 ծաղիկներն են, որ ցանել էի, տեսնում եք ինչքան մեծացել են, լոլիկները մնացել էր, մի 5 հատ այդ մեծ ամանի մեջ դրեցի, սա էլ պղպեղներն են, որոնք առաջին անգամ էի ցանել, տեսեք, շատ լավ սացիլես ծաղիկներն են, բարխծիները լավ դուրս են եկել, աստրաների կեսը դուրս է եկել, այստեղ աստրաներ են, դեռ դուրս չեն եկել, իսկ այստեղ էլ նեխուր եմ ցանել, հանեմ սացիլ կանեմ, սիրելիներս ցույց եմ տալիս դռները մեր, այս դուռը մեր մեկ սանհանգույցի դուռն է, սա այս դռնով ներս ենք մտնում, շատ գեղեցիկ է մեր դռները և համահունչ ռեմոնտի հետ, այս շենքում ունենք 2 սան
պաչիկներ արա։ Բարի երեկո եմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Շատ շնորհակալ եմ լավ խոսքերի համար։ Ինչ սիրուն է ստացվել։ Սիրելիներս, կգնահատեք մեր աբոյը։ Տեսնում եք։ Այս մեջտեղն էլ իմ սենյակն է բերնելու։ Մարինեի սենյակն է սա։ Խնդրեմ, սիրելիներս, սա էլ է սենյակ։ Ահա։ Խնդրեմ, սա միջանցքն է մեր, որ սենյակները բաժանում է։ Մարինե ջան, մաղթիր բարի գիշեր։ Բարի գիշեր, շատ սիրելի հետևորդներ ջան։ Բարի գիշեր բոլորիդ, ես ձեզ շատ սիրում եմ։ Ահա, դե գնա Մարինե ջան, ես մի քիչ էլ խնդրեմ։ Ай, какая... Куда пойдете, Юрий? Я тоже сейчас там снимаю и Стасис. Սիրելիներս հյուրեր ունեինք, ճանապարհեցինք, դուրս եկանք, դուրս տեսնենք ինչ, ձյունը առատորեն գալիս է մեծ, խոշոր փաթիլներով, հələ եղևնին արդեն սպիտակել է, տեսնում եք, այ քեզ բնություն, ողջույն ձմեռ, սիրելիներս խնդրեմ, տեսեք ոնց է գալիս, այս սպիտակ, գեղեցիկ, մաքուր, Ձյան ներքո ձեզ մաղթում եմ բարի գիշեր, բարի երազներ Անուշ քուն։